Jakub Arunai, Sireli Julia und liebe Landsleute. Բարիգալուս մեր ազգային տունին։ Գերմանիայի վերամիավորումը 35 տարի առաջ մի բառ է, որ իր ազդեցությունն ունեցավ Գերմանիայի սահմաններից դուրս։ Գերմանիայի միասնությունը նոր ազգակներ հավաքեց Եվրոպային։ Եվրոպական միությունում հնարավոր դարձավ խորացնել համագործակցությունը, ապահովել անվտանգություն և կերտել նոր բարեկեցություն։ Գերմանիայի միասնությունն ամրապնդեց նաև եվրոպական կայունությունը կարճ ժամանակ անց ճանապարհ բացելով նոր անդամների և նոր գործընկերությունների համար։ Այսօր Գերմանիայի դաշնային նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շեշտում է Գերմանիայի եվրոպական և միաժամանակ գլոբալ պատասխանատվությունը։ Պետք է երաշխավորել մեր ազատությունը, մեր անվտանգությունը և մեր բարեկեցությունը արագ և խորապես փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Հայաստանում նույնպես երկար տարիների հակամարտությունից հետո ձգտում են ազատության, անվտանգության և բարեկեցության։ Բանալին տևական խաղաղության մեջ է։ Գերմանիան երկար ժամանակի վեր մեր գործընկերների հետ միասին ինտենսիվորեն ուղեկցում է այս գործընթացը և պատրաստ է հետևել ևս աջակցելու տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Այս ոգով կայացավ նաև Դաշնային նախագահ Ֆրանկոյ Շտայնմայերի այցը Հայաստան այս գարնանը, առաջինը մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Մեր հայ գործընկերների հետ միասին Գերմանիան իր նպաստն է բերում երկրի բոլոր մարզերում, օրինակ նորատուսի երեխաներին մաքուր ջուր ապահովելով, հանուն Սյունիքի համայնքների անվտանգության, կամ Լորիում և Այոզուրում հայկական քարերի և էկոգինու ժամանակակից արտադրության մեջ։ Սարգսամյակոմ համագործակցության ոլորտում մենք արդեն Հայաստանի խոշորագույն տոնոր երկիրն ենք։ Ես շարունակելու եմ կարևորել միջմարտային շփումների սրտացումը մեր երկու երկրների միջև։ Այդ պատճառով առանձնապես ուրախ եմ նաև Հայաստանի գերմաներենի, քրտատաշակների և մշակութային շփումների հանդեպ աճող հետաքրքրության համար։ Թույլ տվեք իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այստեղ Հայաստանում աշխատում են հանուն ավելի լավ ապագայի։ Որպես լավ օրինակներ շատերի համար թույլ տվեք հիշատակել Goethe ինստիտուտը, GIZ-ը, KfW բանկը, ներկայական հիմնադրամները, գերմանական տնտեսական միավորումը և ՀՅՈՒՄ-ը մասնակից մեր հայրենակիցներին։ 39-ամյա գերմանական միասնությունից մենք սովորել ենք հետևյալը. միասնական պատասխանատվություն, միմյանց սատարելու համերաշխություն և արժեքների հստակ կողմնացույց, պահպանելու մեր ազատությունը, մեր անվտանգությունը և մեր բարեկեցությունը։ Այս ամենը հիմքեր են ստեղծում, որ մարդիկ իրենց համար հրանկարներ մշակեն և հնարավորություններ ստանան։ Սա վերաբերում է Գերմանիային նույնքան, որքան Հայաստանին։ Եվ այս այնքան만 մենք շարունակելու ենք մեր աշխատանքը Հայաստանում։ Խոսքս ամփոփելով, կցանկանայի շնորհակալություն հայտնել Գերմանիայի դեսպանության իմ բոլոր գործընկերներին, որոնք այս առանձնահատուկ ընդունելությանը ճունը հնարավոր դարձին բոլորիս համար։ Մաղթում եմ ձեզ հրաշալի երեկո, որին շնորհակալություն։